Կառավարությունն իրազեկում է։ Պատկերացրու, վճարում ես ուսմանդ կամ առողջությանդ համար, բայց հետո այդ գումարի մի մասը վերադառնում է քեզ։ Այո, այս հնարավորությունն արդեն գործում է Հայաստանում։ Եթե ներկայացրել ես եկամուտների տարեկան հայտարարագիր եւ ունես եկամտային հարկ, ապա պետությունը կփոխհատուցի քո եւ ընտանիքիդ անդամի կրթական ու առողջապահական ծախսերի մի մասը։ Ծրագրի նպատակն է կրթությունն ու առողջապահությունը հասանելի դարձնել բոլորի համար, փոխհատուցելով քո կատարած վճարումները։ Այսպես, եթե դու ուսանող ես, աշակերտի ծնող եւ պարզապես վճարել ես ուսման համար համալսարանում, դպրոցում, մանկապարտեզում, արվեստի կամ սպորտի դպրոցներում, ինչպես նաեւ երաշխավորված այլ կրթական ծրագրերի համար, ապա կարող ես ստանալ մինչև 100,000 դրամ փոխհատուցում։ Փոխհատուցման հնարավորությունը գործում է նաեւ ապահովագրական փաթեթ ձեռք բերելու կամ ատամնաբուժական ծառայությունների դիմաց վճարելու համար։ Այս դեպքում պետությունը կվերադարձնի մինչև 50,000 դրամ։ Այստեղ շատ կարևոր է հիշել, որ երկու ուղղությամբ փոխհատուցում ստանալու դեպքում երկուսի ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 100,000 դրամը։ Այսինքն, եթե տարվա ընթացքում վճարել ես եւ ուսման վճար ընտանիքիդ անդամի համար, եւ ձեռք ես բերել առողջության ապահովագրական փաթեթ քեզ համար, ապա վերադարձվող ընդհանուր գումարի չափը չի կարող գերազանցել 100,000 դրամը։ Իսկ ինչպես օգտվել այս հնարավորությունից։ Սոցիալական ծախսերի դիմաց վճարումները կատարիր անկանխիկ եղանակով։ Ծառայություն մատուցողից պարտադիր պահանջիր հաշվարկային փաստաթուղթ։ Ներկայացրու եկամուտների տարեկան հայտարարագիր։ Ապա հենց նույն համակարգով, որով ներկայացրել ես հայտարարագիրը, ուղարկիր դիմում եւ ստացիր պետության կողմից վերադարձվող գումարը։ Դե ինչ, հուսով եմ օգնեցի քեզ եւ դու էլ կօգտվես այս հնարավորությունից։ Ավելին իմանալու համար անցիր էկրանին պատկերված QR կոդով։